Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հիասթափված մոգերը թագավորի պալատից հեռացան և գնացին դեպի Երուսաղեմ։ Ահա թե նրանք որտեղ փնտրեցին Հիսուսին, նորածին թագավորին։ Նրանք եկել էին, որ երկրպագեն նրան և ցույց տան աշխարհին, որ Հիսուսն իրենց կյանքի տերն է։ Սակայն նրանք Հիսուսին Երուսաղեմում չգտան, արդեն մութ էր, երբ հեռացան քաղաքից։ Ինչու էր Հերովդես թագավորն այդքան տխուր։ Եվ ինչու էր ուզում իմանալ, թե ճիշտ երբ է աստղը երևացել։ Ահա այն, նորից այն աստղը, որ ցույց տվեց մեզ, որ հրեաների թագավորն է ծնվել։ Բաբելոնացի տղամարդիկ շատ ուրախացան, երբ տեսան աստղը։ Պատկերացրեք, աստղը երկնքում գնում էր նրանց առջևից և ցույց էր տալիս ճանապարհը դեպի Բեթլեհեմ։ Ուղիղ ինչ-որ տան վերևում աստղը կանգ առավ։ Այն տան վերևում, ուր Մարիամն ու Հովսեփն էին ապրում փոքրիկ Հիսուսի հետ։ Նրանք մարդահամարից հետո այնտեղ տուն էին գտել և բնակվում էին, երբ մնացած բոլորը վերադարձել էին իրենց տներ։ Եվ ահա իմաստուն մարդիկ վերջապես հասել էին իրենց որոնման վերջնակետին։ Նրանք մտան տուն և գտան Մարիամին ու Հովսեփին և իրենց իսկ աչքով տեսան փոքրիկ Հիսուսին, թագավորին, ում Աստված էր ուղարկել։ Նրանք զարմանքով խոնարհվեցին Հիսուսի առջև և երկրպագեցին նրան։ Նրանք ցանկանում էին պատկանել Հիսուսին։ Նրանք ցանկանում էին, որ իրենց կյանքի թագավորը Հիսուսը լինի և կառավարի իրենց կյանքը։ Իսկ Հիսուսը նույնպես քո թագավորն է։ Թույլ տալի՞ս ես նրան առաջնորդելու քեզ քո կյանքում։ Ավելի լավ բան չկա, որ կարող ենք ունենալ, քան Հիսուսին մեր կյանքում որպես թագավորի ունենալը։ Իմաստուն մարդիկ պատկանում էին Հիսուսին։ Նրանք բացեցին իրենց նվերները։ Նրանք շատ շնորհակալ էին։ Հավիտենական թագավորի նվերներն էին ոսկին, անուշահոտ կնդրուկն ու զմուրսը։ Ամենաթանկ նվերը, որ պետք է նրան տանք, դա մեր կյանքն է։ Ով Հիսուսին է տալիս իր կյանքը, մեծապես պարգևատրվելու է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։